Կրթությունն այսօր ոդկասթի հերթական թողարկումը Ցայք հեռուստաընկերության եթերում է։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ։ Շտապ եմ ձեզ ներկայացնել այսօրվա իմ հյուրին եւ տաղավարում այսօր զրուցելու եմ Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, պարոն Ոսկանյան, եւ բարի երեկո։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Ոսկանյան, այսօր մեր թեման կարևոր մի թեմա է, մենք զրուցելու ենք մեր տաղավարում այս պահին կրթությունից դուրս մնացող երեխաների մասին, փորձենք հասկանալ արդյոք կան նման երեխաներ եւ մի փոքր քննարկենք հիմնական պատճառները, թե որ պատճառներով կարող են երեխաները դուրս մնալ կրթությունից։ Երեխաների բացակայությունը եւ հաճախակի բացակայությունը բերեց նրան, որ արդեն անհրաժեշտ է իրավական կարգավորման ենթարկել այդ խնդիրը եւ շրջանառության մեջ մտցվեց կրթությունից դուրս մնալու եւ նաեւ կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ խմբի երեխաների մասին այդ հասկացությունը, ինչը պայմանավորված էր բացակայությունների որոշակի քանակով։ Այսինքն, երբ որ աշակերտը բացակայում է, արդեն առաջանում է խնդիր հանրակրթական ծրագրերի յուրացման հետ կապված։ Եվ այստեղ արդեն անհրաժեշտություն եղավ երեխայի հաշվի առնելով եւ ընդհանուր չափորոշիչի նվազագույն պահանջները յուրացնելու համար խնդիրը կարգավոր էր։ Խնդրի կարգավորման հետ կապված օրենսդրական փաթեթ մշակվեց եւ այսօր տարբեր մեխանիզմներով աշխատում են այդ հարցը լուծել, որովհետեւ երեխան կրթությունից դուրս չմնա, բայց բոլոր դեպքերում ելի կան իրավիճակներ տարբեր հանգամանքներով պայմանավորված, որ սովորողների մի մասը անկախ ամեն ինչից ելի շարունակում է բացակայել եւ հայտնվում է կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ կամ արդեն կրթությունից դուրս է մնում։ Պարոն Ոսկանյան, հասկանում ենք, որ շատ տարբեր ու բազմազան կարող են լինել այդ պատճառները, թե օրինակ աշակերտի ինչի է բացակայում, եւ մասնավորապես եթե փորձենք անդրադառնալ օրինակ գենդերով պայմանավորված բացակայությունները, այդ դուք ինչ եք նկատել, ավելի շատ ովքեր են բացակայում, տղաները թե աղջիկները, եւ հիմնականում եթե մենք փորձենք հենց գենդերային տարաբաժանումը տանել, ապա տղաները ինչ պատճառներով են հիմնականում բացակայում եւ աղջիկները որ պատճառներից դուրս գալով չեն հաճախում։ Ուրեմն փորձենք առանձնացնել գենդերային խնդիրը, ես փորձեմ մեր համայնքի, մեր դպրոցի հետ կապված ասել, որտեղ ընդհանուր ուսումնասիրություններ ես չունեմ, որ ներկայացնեմ, բայց խնդիրը ընդհանուր է եւ եթե առանձնացնենք ավելի շատ տղաների, թե աղջիկների բացակայությունն է, ավելի շատ տղաներինն է։ Ընդհանուր բացակայությունների մեջ տարբեր խնդիրներ կան, այստեղ կարելի է եւ աշխատանքի եւ ընտանիքին օգնելու հետ կապված, այսինքն սոցիալական խնդիրներ լուծելու հետ կապված հարցերն են, հիմնականում տղաներն են եւ արդեն միջին եւ ավագ դասարաններում սոցիալական խնդիրներով պայմանավորված է ավելի շատ բացակայությունները, քանի որ Ազատանում նաև ազգային փոքրամասնություններից եզդիների քանակը համեմատած մյուս տարածաշրջանների հետ ավելի շատ է, գյուղում այս պահին մենք ունենք 24 եզդիական համայնքից աշակերտներ դպրոցում սովորող, այստեղ բացակայությունների հետ կապված կամ կրթությունից դուրս մնալու ռիսկի հետ կապված ավելի շատ աղջիկների մոտ է, ամենայն հարգանքով մեր եզդիների նկատմամբ, բայց ազգային սովորույթը նրանց բարձր դասարաններում ամուսնանալու հետ կապված այդ հնարավորությունները ոչ թե չի տալիս, իրենց մոտ այդ հարցը մի քիչ այլ տեսանկյունից է դրված եւ ունենք բազմաթիվ մենք նախադեպեր, երբ որ նույնիսկ գերազանց առաջադիմության սովորողը, աղջիկ սովորողը դուրս է մնում ամուսնության պատճառով եւ չի շարունակում կրթությունը արդեն ավագ դասարաններում կամ վերջի դասարաններում։ Իսկ պարոն Ոսկանյան, այս մասով երբևիցե օրինակ ծնողների հետ զրույցներ վարվել են, օրինակ, որ կարևոր է աղջկա համար անպայման ավարտի կիսատ չթողնի կրթությունը, թե ամեն դեպքում զրույցներ չեն էլ վարվել կամ արդյոք կան մեխանիզմներ, որոնք առաջիկայում թեկուզ օգնելու են, որպեսզի աղջիկները կարողանան իրենց կրթական իրավունքը իրացնել, որովհետև այստեղ նաև այդ հարցն է գալիս, որ պայմանավորված աղջիկ լինելով իր գենդերով, եթե կարելի է այսպես ասել, իրենք մնում են այդ վտանգի տակ, որ անգամ ուզելու պարագայում, բայց ինչ-ինչ պատճառներով իրենց չեն թույլատրում շարունակել կրթությունը։
Ուրեմն գենդերային խնդիրների հետ կապված ուրիշ բան չեմ կարող ես հիշել, ուրիշ տպավորություն չթողնենք նաև որ զուտ եզդիական համայնքին է վերաբերում, բայց մենք նախադեպը ունենք, ուրեմն գյուղում մենք ունեինք եզդիական ուսուցմամբ դասարան, որտեղ եզդերենն էր ուսուցանվում եւ իրենց հոգեվոր առաջնորդը Ազիզ Թամոյանը բարբերաբար հաջախում էր դպրոց, հանդիպումներ ունեցել ենք մենք նաև ուսուցչի հետ, որ ազգությամբ եզդի էր, դպրոցում դասավանդում էր, ուսուցչի հետ ենք այս հարցերը բազմաթիվ անգամ քննարկել, ծնողների հետ ենք տարբեր զրույցներ մենք վարել, նույնիսկ ձեր հերոստանգերությունից մենք ունենք այցելություններ եզդի աղջիկա հետ կապված հարցազրույց վերցրեցինք, ինքը 11-րդ դասարանում գերազանց առաջադիմությամբ էր սովորում, փայլուն տիրապետում էր հայերենին, հայրը իմ դասընկերներ, որի հետ առանձին խոսել եմ նաև, խոստացավ, որ 11-րդ դասարան անպայման կհաջախի ու կավարտի դպրոցը, բայց վերջի պահին չուղարկեցին դպրոց, այսինքն մենք բոլորի հետ խոսել ենք եւ ունեցել ենք նաև աշակերտներ, դա էլ ասեմ, որ աղջիկ սովորողներ, ովքեր ավարտել են եզդիներից ավարտել են միջնակարգ դպրոցը, ստացել են միջնակարգ կրթության ատեստատ եւ հետագայում նաև մասնագիտություն ձեռք բերել եւ սովորում են։ Խնդիրը անլուծելի չէ, բայց այստեղ նաև իրենց աջակցությունն է մեզ պետք եւ երևի նաև ինչ որ օրենսդրական կարգավորումներ դրա հետ կապված։ Իսկ պարոն Ոսկանյան, նորից վերադառնալով այդ դուք նշեցիք, որ հիմնականում ձեր դիտարկումներով տղա երեխաները ավելի շատ հենց ընտանիքին օգնելու եւ սոցիալական խնդիրներով պայմանավորված չեն հաճախում։ Հիմնականում այս ուղղությամբ ինչ որ քննարկումներ լինում է թեկուզ ծնողների հետ կամ աշակերտների հետ փորձելու իրենց հետ բերել դպրոց եւ արդյոք կարող ենք սա կապել նաեւ նրա հետ, որ պակասել է երեխաների շրջանում կրթության կամ ուսուցում ստանալու հանդեպ հետաքրքրություն ու մոտիվացիան։ Բոլոր դպրոցներում երեխաների հաճախումները ուշադրության կենտրոնում են, մանրադիտակի տակ են, ես կարող եմ ասել, եւ ամենօրյա ռեժիմով մենք անցկացնում ենք հաճախումների հաշվառում։ Առաջի, ասենք, անգամ բացակայություն ստացած սովորողի հետ կապված խնդիրները դասղեկն է փորձում ճշտել, բայց երբ որ այդ երեխան մեր ուշադրության կենտրոնում է եւ նման արդեն երևույթ է դիտվում խուսափելու, իհարկե մենք անմիջապես ծնողի հետ կապվում ենք, զրուցում ենք, հրավիրում ենք դպրոց, աշխատանքներ ենք տանում, բնականաբար սոցիալական խնդիր այստեղ կա, բայց դրա հետ կապված նաև այն մյուս երեխաների մոտ է առաջանում ցանկություն, էլի լրացիչ գումար վաստակելու, այսինքն ընտանիքը, որը սոցիալական խնդիրեր չունի, այդ երեխաներն դասընկերներին նայելով նաև իրենց մոտ եւ նաև կրթության հետ կապված սերը, որ կրթություն այնքան գրավիչ չէ, բնականաբար երեխաների մոտ այլ բաներով զբաղվելու ցանկություն է առաջացում, սա նաև մոտիվացիայի խնդիր է, որ այսինքն պատճառներից մեկը մոտիվացիա ստեղծելն է սովորողի մոտ, որ դպրոց հաճախի ինքը։ Եվ եթե այդ մոտիվացիան կա, ուշադրությունը կա, նաև աշխատանքներ տարվում է, այդ բացակայությունը հաստատ երկար չի տևի։ Այստեղ ծնողի դերն էլ է կարևոր, այսինքն էլի ինչպես են հիմնականում ծնողները արձագանքում։ Ծնողները փորձում են համագործակցել կամ ցույց են տալիս, որ համագործակցում են, այն ծնողը, որը իրոք համագործակցում է եւ շահագրգռված է իր երեխայի կրթությամբ, շատ արագ հարցը կարգավորվում է։ Բայց կան նաև որոշակի օբյեկտիվ պատճառներ, օրինակ բազմազավակ ընտանիքների երեխաների ծնողները, ովքեր աշխատում են, փոքրահասակ երեխաներ ունեն կամ մանկահասակ երեխաներ ունեն, դպրոցահասակ երեխաները որոշակի ժամանակ խնամքի հարցերով օգնում են ծնողներին, այստեղ էլ այդ բացակայությունների հետ կապված խնդիր կա եւ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ դա պարբերաբար այդ խնդիրը կա կոնկրետ այդ հարցի հետ կապված։ Բայց ընդհանուր առմամբ այդ սոցիալական խնդիրը կա, չենք կարող դրանից խուսափել, իսկ աշխատանքի արդյունքում ես կարող եմ նաև խոսել օրենսդրական կարգավորումներից։ Լավ կլիներ, որպեսզի նաև մեր հետևորդներն ու հեռուստադիտողներն էլ իմանան ինչ մեխանիզմներ կան, որոնք վստահ եմ դպրոցի միակ կառույցը չի, այսինքն կան օգնող կառույցներ եւս, որպեսզի մաքսիմում այս շեմա հաղթահարվի ու ոչ մի երեխա կրթությունից դուրս չմնա կամ չհայտվի դուրս մնալու ռիսկի տակ։ Ուրեմն մինչև օրենսդրական այս կարգավորումները, իսկ կարգավորումը եղել է 2021 թվականի փետրվարի 11-ին կառավարության
թիվ 154-ն, եթե չեմ սխալվում, որոշմամբ ընդունվեց կրթությունից դուրս մնացող երեխաների ուղղորդման եւ նաեւ կարգավորման հետ կապված կրթության մեջ ընդգրկելու հետ կապված հարցերը, մինչեւ այդ բացակայությունը նշանակվում էր հարկելի կամ անհարկելի։ Բացակայության թիվը այդքան շատ չէր, երբ որ արդեն սկսեց բացակայությունների թիվը ավելանալ, այստեղ կրթական ծրագրերի յուրացման խնդիր առաջացավ, բնականաբար, եւ երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, արդեն կառավարությունը գնաց օրենսդրական կարգավորման, որովհետեւ երեխան կարողանա նաեւ չափորոշիչի պահանջները գոնե նվազագույն յուրացնի։ Այստեղ արդեն մտցվեց 120 ժամից ավել բացակայություն ունեցող երեխաների հետ կապված, որ իրենք այդ բացակայած ժամանակահատվածի հետ կապված հետագայում գրավոր աշխատանքներ էին հանձնելու, հետո իջեցվեց վերջի տարիներին արդեն 60 ժամ կիսամյակի ընթացքում, հիմա նոր չափորոշիչով արդեն 200 ժամից ավել բացակայություն ունեցող սովորողները լրացուցիչ քննություններ են հանձնելու, բայց մինչև այդ քննություններին հասնելը մեխանիզմներ են սահմանված, որ դպրոցը չհասնի, այսինքն նպատակը այն չէ, որ երեխան բացակայի, վերջում դա իրատեսական էլ չէ։ Այսինքն երբ որ երեխան բացակայում է 6 օր անընդմեջ, ինքնաշխատ հայտ է ձևավորվում ԵՄԻՍ-ում եւ տնօրենը այնտեղ լրացնում է։ Այդ հայտը եթե մենք փակում ենք օբյեկտիվ են պատճառները, ինքը փակվում է, հետո բնականաբար այդ երեխան գալի շարունակում է եւ յուրացնում է։ Իսկ եթե կրթությունից դուրս մնալու ռիսկ կա կամ խուսափող է, այդ հայտը գնում է արդեն համայնքի խնամակալության մարմին։ Այնտեղ խնամակալության մարմինը համայնքի ղեկավարը նաև աշխատանքներ են տանելու երեխային կրթության մեջ ընդգրկելու։ Արդեն բուն երեխայի հետ են աշխատանքները տալիս, ծնողի, երեխայի, այո։ Ուրեմն վերջի ամսվա վերջի օրվա հետ կապված այդ ամփոփումը, որ հայտը գնում է համայնքային, այսինքն խնամակալության մարմին, ուղարկում են նաև 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է սոցիալական աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, միասնական սոցիալական ծառայություն, մարզպետարանի աշխատակազմ եւ եթե խնդիրներ կան թաքցնելու եւ այլն, նաեւ ոստիկանություն։ Տեսեք ինչ խնդիր կա։ Ծնողի դիմումի հիման վրա աշակերտին մենք ազատում ենք։ Հիմնականում արդ երկիր տեղափոխվելու պատճառով, բայց եղել են դեպքեր, երբ որ ծնողը չի տեղափոխել կամ նպատակ չի ունեցել տեղափոխելու, դիմում գրե ազատվում է։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, մեր կդագը, ռեգիստրի հետ համեմատում է տվյալները։ Այո, եւ յուրաքանչյուր հոկտեմբեր ամսին եւ փետրվար ամսին տրամադրում է, որ տեսնեն այդ երեխան հանրապետությունում է թե չէ։ Այսինքն եթե հանրապետությունում է ծնողը խուսափում է երեխային ընդգրկել, այստեղ արդեն ոստիկանությունն էլ աշխատանքներ ունի տանելու։ Այսինքն այդ կառույցները միասնական պետք է աշխատեն երեխայի կրթության իրավունքը ապահովելու, իրացնելու համար։ Եվ այս օրենսդրական կարգավորումները, այսինքն ստեղծում են իմ կարծիքով բոլոր մեխանիզմները երեխայի լավագույն շահը հաշվի առնելու եւ երեխայի կրթությունը ապահովելու։ Ընդ որում տեսեք, նաեւ հեռավար կրթությունը ինչ որ իմ կարծիքով ինչ որ նաեւ դրա հետ կապված մտավ ուժի մեջ 20 թվականի մայիսի 29-ին է ընդունվել դա էլ թիվ 09 հրամանն է նախարարի, որով եթե երեխան բացակայում է դիվանագիտական աշխատողների կամ ժամանակավորապես դրսում գտնվող մինչև 20 օր, ինքը հեռավար կրթությամբ միանում է եւ բոլոր իրավունքները ունի։ Այո, ինքը բացակա չի համարվում, մասնակցում է հեռավար, մինչև այդ ընթացքում հետ կա։ Մենք ունենք օրինակ նախադեպ ունենք մենք, երբ գերազանց սովորող աշակերտը նաեւ ըմբշամարտիկ էր եւ դրա հետ կապված 200 ժամը անցել էր բացակայությունների։ Այսինքն ստացվում էր թողնենք նույն դասարան։ Գրեցինք մինչև նախարարին, նախարարը թույլ տվեց փոխադրել։ Բայց հիմա կարգով հստակ կարգավորում է, որ մարզական հավաքների ժամանակ այն հիվանդությունների, որոնք հնարավորություն չեն տալիս արկա ձևով ուսուցումը կազմակերպել, երեխաները կարող են հեռավար ձևով իրենց կրթության իրավունքը իրականացնել։ Ինքը բավականին լավ մեխանիզմ է եւ արդյոք գործում է ըստ ձեզ։ Այո, շատ դեպքերում գործում է։ Այսինքն այդ մարզիկների հետ կապված, հանրապետությունից դուրս գալու հետ կապված, բայց երբ որ խնդիրներ չկան, այսինքն ծնողը խուսափում է երեխային դպրոց ուղարկելուց եւ համագործակցությունը ինքը, չգիտեմ, ինչ ձևով է ինքը խուսափում, թաքցնում է, չի համագործակցում խնամակալության մարմնի հետ, դպրոցի տնօրենի, դասղեկի կամ
մարզային ենթակայության կառույցների, որոնք մեր հետ բոլորով համագործակցված այդ աշխատանքը փորձում ենք ունենք դեպքեր, ունենք որ այդ համագործակցությունը իր արդյունքները չի տալիս եւ 200 ժամից այդ բացակայությունները անցնում են։ Պարոն Ոսկանյան, իսկ հետ գալով արդեն երեխաների մոտիվացված լինել չլինելուն, մի հետաքրքիր այսպես հարց ունեմ ձեզ հղելու, արդյոք դուք նկատել եք հենց երեխաների շրջանում, որ իրենք մեկը մյուսին մոտիվացնում են արդյոք դասի հաճախելու եւ կամ նկատել եք այ օրինակ դեպքեր, երբ աղջիկները տղաներին կամ հակառակը տղաները աղջիկներին սեռով պայմանավորված, գենդերով պայմանավորված, օրինակ ասում են, որ դե լավ կարող ես չշարունակել ուսումը կամ պատճառ լինի, որպեսի նվազի երեխայի առաջադիմությունը։ Այսինքն ոնց են իրենք իրար հետ, երեխաները իրար հետ այս համատեքստում շփվում։ Արդյոք խրախուսում են մեկը մյուսին սովորել կամ ընդհակառակը խրախուսվում է դպրոց չգալը։ Չի ասի խրախուսվում է, ծնողների մոտ, բոլոր ծնողների մոտ մանավանդ տարրական դասարաններում կրթության հանդեպ գնահատականը բարձր է։ Բայց միջին եւ ավագ հատկապես ավագ դասարաններում տեսեք կրթության մասին օրենքի 18-րդ հոդվածը ասում է 7-րդ մաս, որ միջնակարգ կրթությունը պարտադիր է։ Բայց մինչեւ հիմա մեր ծնողների չադերը իրենք մտածում են, որ դպրոցի տնօրենն է պարտադրում կամ ասենք ինչ որ մեկն է պարտադրում, որ իր երեխան պարտադիր 12-ամյա կրթություն ստանա։ Երեխաների մոտ գյուղական համայնքների համար ես կարող եմ մեր համայնքի համար կարող եմ ասել, որ մոտիվացիան ծնողը պետք է ստեղծի, մենք պետք է ստեղծենք, դասավանդող ուսուցիչը իր մեթոդներով, միջավայրը նաև կրթական միջավայրը պետք է բարենպաստ լինի, շատ գործոններ կան, բայց կրթության կարևորությունը մենք պետք է հասցնենք եւ առաջերտին աշակերտին, ծնողին եւ նաև հասարակական կարծիք այդպեսին պետք է լինի։ Կա նաև ձեր հարցի տրամաբանություններ իհարկե կա եւ շատերը որոնց չի հետաքրքրում կրթությունը կամ իրանք այսօր զբաղված են նրանով ինչով որ զբաղված են իրենց ծնողները մտածում են որ կարող են շատ առանց մասնագիտական գիտելիքներ ստանալու շարունակել այդ աշխատանքը բայց երբ որ բացատրում ես նաեւ ներկայացնում ես եւ նոր չափորոշչով արդեն 8-րդ դասարանից մասնագիտական կողմնորոշում առարգան շատ հետաքրքիր առարգա է եւ նաեւ այցելություններ համապատասխան արտադրամասեր, մասնագետների հետ զրույցներ եւ այլն, օրինակներ, հաջողված օրինակներ աշակերտների մոտ արդեն մի քիչ փոխվում է կարծիքը, որ իհարկե այդ հատկանիշները իրենք ունեն, բայց կրթության դերը անփոխարինելի է։ Իսկ ունենք կարող է խոսակցությունների մագարտակով լինի, իրենց հետ լսում ենք այդպիսի խոսակցություններ, որ պետք չէ կամ պետք է դուրս կամ ես դպրոցից ինչի՞ս է պետք է կրթությունը դա դի կարողանանք մենք ուշադրության կենտրոնում պահենք, մենք մեր հերթին ծնողները իրենց հերթին։ Փոխգործակցությունը ամեն դեպքում ինձ թվում է սա այն հարցն է, որտեղ պետք է երեք կողմն էլ աշխատի, այսինքն ծնող, մանկավար, երեխա, որպեսզի մենք կարողանանք խնդիրները հաղթահարել ու հատկապես կրթությունից դուրս մնալու ռիսկի ենթարկվող օրինակ երեխաները։ Ես կուզենայի նաև պարոն Ոսկանյան, մի փոքր, եթե կարելի է դուք ավելի ծնողների համար, մեր հեռուստադիտողների համար պարզաբանեք, թե ինչի է կարևոր հենց ստանալ 12-ամյա կրթություն։ Ժամանակակից աշխարհում առանց գիտելիքների եւ հարափոխող աշխարհում շատ արագ է որ աշխարհը փոխվում եւ բոլորը գիտեն, բոլորն են տեսնում, անգամ այն մարդիկ, ովքեր բարձրագույն կրթություն չասեմ կամ չգիտեմ տարական կրթություն նույնիսկ ունեն, իրենք այդ փոփոխությունը տեսնում են։ Եվ իհարկե շատ կարեւոր է որ մենք չափորոշչին համապատասխան կարողունահեն սովորողներ կրթենք եւ դասիրակենք եւ իրենք հասկանան որ հիմնական դպրոցը ավարտելուց հետո այսինքն ինչ է թույլ տալիս չափորոշիչը որ իրանք կողմնորոշվեն եթե մասնագիտական ինչ որ ցիրկ ունեն ինչ որ ընդունակություններ են նկատել ուրեմն կան միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, արհեստագործական հաստատություններ, որոնք կարող են այնտեղ կարող են իրենց կրթությունը շարունակել, զարգացնել իրենց հմտությունները եւ իհարկե վերջում նաեւ համ մասնագիտություն ձեռք կբերեն, համ միջնակարգ կրթության ատեստատ կստանան։ Այսինքն այս առումով նույնիսկ եթե ցածր առաջադիմություն ունեն, իրենք այդ ուղղությամբ գնալը միանշանակ, որովհետեւ
փոփոխություններին չտիրապետելը, իսկ կրթությունը ինչի համար է, մասնագետ պատրաստելու եւ շուկայի պահանջներին նաեւ մասնագետ պատրաստելու եւ քաղաքացի դաստիարակելու։ Առավել եւս եթե մենք գնում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններ, այստեղ քննարկելու էլ խնդիրներ չկա։ Իրենք պետք է բոլոր առարկաները նախ լավ սովորեն, որ ընդհանուր աշխարհայացքը ձևավորվի, նրանց մոտ ամեն ինչը եւ արդեն զուտ մասնագիտական եւ նեղ մասնագիտական առումով արդեն ասեցինք, որ 10-րդ դասարանում նոր չափորոշչով նպատակային խմբերի երբ որ ձևավորվում են, աշակերտներին հնարավորություն է տրվում ավելի խորը ուսումնասիրել այդ առարկաները եւ կրեդիտներ, եթե մտնի կրեդիտային համակարգը, ճիշտ ասած չեմ կարող հստակ ասել այս պահին, այս տարվանից կմտնի թե մյուս տարվանից, այդ կրեդիտային համակարգին անցնելու եւ եթե այդ կրեդիտավորումը օբյեկտիվ լինի եւ կներեք բարիս համար խիստ լինի, ուրեմն այստեղ արդեն մոտիվացիան ավելի կբարձրանա կամ մի քիչ պատասխանատվությունը ավելի կբարձրանա։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ոսկանյան, բովանդակալից զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին եւ հետեւորդներին, որ Ցայք հեռուստաընկերության եթերում կրթությունն այսօր ոդքասթի հերթական թողարկումներ կհանդիպենք։ Կրթությունն այսօր ոդքասթը հնարավոր է դարձել իրականացնել Կանանի հասարակական կազմակերպության կողմից սոցիալականացում առանց խտրականության, առողջ հույզերի եւ հավասար հարաբերությունների խթանում ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ, որը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանատան կողմից։